Ամեն բանից առաջ ասենք փառք Տիրոջը։ Շնորհակալ ենք, որ Աստված այսօր նորից ժողվել է մեկտեղ իր անունը կանչելու սիրելիներ, կենտրոնանալու իր խոսքի վրա եւ նաեւ ինչու՞ չէ մեր սերդերից թողաղող բարձրանա, որ Աստված մեր միտքը իրոք ազատեն է այն բոլոր բաներից, որ առօրյայի մեջ գուցե մտահոգում է մեզ, որ հավատքով մոտենանք Տիրոջը, որ Տիրոջ մեջ ամեն հարցի պատասխանը գտնենք, սիրելիներ։ Եթե մենք կարող ենք այդ ազատությունով մոտենալ, ես հավատում եմ Աստված իր խոսքի միջոցով, իր Սուրբ Հոգու միջոցով այդ աշխատանքը պիտի առաջ տանի, որ մենք ավելի հաստատվենք, ձևավորվենք եւ աղոթքից առաջ միտեղ եմ ուզում կարդալ 1-2 խոսք ասել Գործք առաքելոց առաջի գլխի մեջ, հենց սկզբից առաջի համարներից այսպես է գրված, ասում է առաջի պատմությունն արի, ով Թեոփիլ է, ամեն բանի համար, որ Հիսուս սկսեց անել եւ սովորեցնել, մինչեւ այն օրը, որ Սուրբ Հոգու ձեռքովը պատվեր տվավ ին ընտրված առաքյալներին եւ վերացավ։ Եվ տեսեք երրորդ համարն ինչ է ասում, որոնց էլ իր չարչարանքներից հետո իրան կենտանի կանգնեցրեց շատ ապացույցներով 40 օրվա միջումը երևելով նրանց եւ Աստծո արքայության համար խոսելով։ Այս բանը, այս հրաշքը, տեսեք, 40 օր շարունակ հարությունից հետո երևացել է աշակերտներին խոսել, պատվեր է տվել Աստծո արքայության համար խոսելով ասում է։ Հիմա ինչ եք կարծում, քուրեր եղբայրներ։ Այդ հարությունից հետո իրան տեսնողը, այդ խոսքերը լսողը, ինչքան կարող է, չէ, հաստատվել այդ խոսքի մեջ, որ այլևս ինքը իր համար այն կասկածանքի տեղ չի մնացել, որ հավիտենական է, Քրիստոսի քարոզությունը իրական է, Քրիստոսի հարությունը իրական է եւ Աստծո արքայությունը իրական է։ Եվ այս զորությունով լցված եղբայրները շարունակության մեջ 4-րդ գլխի մեջ, 5-րդ գլխի մեջ, երբ որ առաքյալներին փորձում էին հալածել, տեսեք ինչ էին ասում եղբայրները։ 5-19 խոսքն ասում է. բայց Պետրոս եւ Հովհաննեսը պատասխանեցին նրանց ասեցին. եթե արժան է Աստծո առաջին, որ ձեզ ավելի ականջ տնեն, քան թե Աստծուն, դուք դատեցեք, վասնզի մենք չենք կարող այն, որ տեսանք, լսեցին չխոսել։ Սիրելիներ, այսօր էլ այդ հնարավորություններից մեկն է, որ մենք եկել ենք լցվելու իրան։ Հոգով ճաշակելու, լցվելու այդ երկնքից իջած զորությունով, որ գնանք ու պահենք մեր կյանքի մեջ, ի գործ տնենք։ Փառք Տիրոջը, սիրելի եղբայրներ, շնորհակալ ենք այսօրվա համար։ Անցած պաշտամունքին եղբայրները ասեցին հետաքրքիր բան, երբ որ մարդու փոփոխությունը կախված չէ տարվա փոփոխության հետ։ Իշքան է, որ մենք մեզից էլ ենք այս տարի էլ անցնի նոր կփոխվի, մեզ ինչ բանի մեջ կուղվի, բայց այդպես էլ տեղի չունեցել փոփոխությունը։ Բայց կապված չէ տարվա հետ մարդու փոփոխությունը, բայց մարդուն ինչ-որ չափով զգաստություն կուտա իր մասին մտածելու, թե արդյոք անցած տարվա մեջ Աստծուն հաջող կյանքով ապրավ մարդը, թե չէ։ Մենք էլ ամեն մեկս մեր անձի վրա կքննենք, կնայենք ինչի մեջ ենք պակասություն, ինչի մեջ ունենք ու կփորձենք որ էլ ավելի շատ ուղղվենք ու Աստծուն մոտենանք։ Ինչի համար կսեմ, որտեվ շատ ժամանակ մարդը այսօր կուզեմ խոսամ գողության մասին։ Շատ ժամանակ մարդը կմոռանա իր կյանքի մեջ Աստծուն գողություն մատուցանելուց։ Հետաքրքիր մի հատ բան տեղի ունեցավ ինձ հետ, անցած տարի էր, կուզեմ կիսվեմ ձեզ հետ։ Այդ ժամանակ այդքան չէի հասկացել, բայց այս վերջերս կմտածեի այդ ուղղությամբ ու կսեմ իշքան լավ է որ Աստված խոսա մարդու հետ կխրադե, կսորվծնե, այլ չի պատժել, երբ որ մարդը չի հասկանա, թե Աստված իրան ինչ կսե։ Անցած տարի ուրեմն ես միշտ նոր տարուց կբողոքվեի, կսեի երբ դες նոր տարին անցնի, այս օրերը անցնի,
չի սիրե։ Ուքսե ես ամենը անտեղի կհամարը, երբ որ մարդը մեկը մյուսի տուն կերտա այդ ծախսը կտեսնի, Անցած տարի, երբ որ Հայաստանից դուրս էինք գնացել, դեկտեմբերի 30-ին, էլի կբողոքվեի, քսե հադը երբ պետք է անցնեն սորերը, հետաքրքիր ամսու 31-ի առավոտ էլա հիվանդ էի, ջերմություն ունեի, ու 4 օր պես հիվանդ պարգա հեշտան չէի կրնայանեի, ու ամսու 4-ին երբ որ հետ պետք է գայինք, այդ օրը արդեն լավ ցա, հեշտան ես չհասկացա այդ օրերից, ու դպես այդ տրտունջը մեջս մնացել էր նոր տարուց, ու այս տարել էլի, երբ որ եկավ նոր տարին էլի քսե երբ պետք է անցնեն սորերը, այս տարի կդրում Աստված ողորմած ինձ շատ մեկից շուտ հասկացա, ու ինչ որ ամսու 1-ի իր գունը ցունը գմակրի, մեջքը սաղավոր սկսեց ցավալը, ամսու 2-ին սաղավորը պարգած եմ եղել, չեմ կրնացել, նույնիսկ շարժվեի։ Քսեմ իշքան հետաքրքիր է, երբ որ ես տրտունջ կենեմ նույնիսկ օրվա վրա, քսեմ երբ պետք է անցնեն սորերը, ես չեմ կրնա այդ օրերի մեջ նորմալ է անում, այսինքն ինչի համար է տրտունջը կա իմ մեջս, ինչի համար ես կբողոքվեի ու կմտածեի այդ օրերի մեջ կմտածեմ, քսեմ Աստված տվել է այդ օրերը մեզի, բայց շատ ժամանակ մենք չենք գնահատել։ Ու շատ բաներ կար, Աստված մեզի տվել է քույր եղբայրներ ջան, բայց մենք չենք գնահատել, չենք տեսնի Աստծո ներկայությունը մեր կյանքի մեջ, չենք հասկանա, որ ամեն բանի մեջ Աստծուց մենք դի շնորհակալ ենք։ Ու շատ լավ է որ Աստված մեզի հետ կխոսա, մեզի կխրադե, մեզի կհասկացնի, որ ամեն բանի մեջ մենք դի շնորհակալ ենք։ Ամեն բանի մեջ իր երեսը դի փնտրենք։ Ու Աստծուն գոհություն մատուց անելը դի կախված չլինի մեր վիճակից, թե մենք ինչ վիճակի մեջ ենք։ Դիք մեկը դուրմ բարդ բան է, բայց այսօր ես կուզեմ դոր մասին խոսամ։ Ես կուզեմ կարդամ Ֆիլիպեցիս 4:11 համարից, երբ որ Պողոս առաքյալը նայենք ինչ կսեմ։ Կսեմ մեծապես ուրախացա ի Տիրոջմով, որին վրաս ունեցած հոգերնիդ համար նորոգվեցավ։ Ինչպես կողոկայի կալ, միայն թե պատեհություն չունիք։ Տեքստը պարտավորված չեք, բայց շնորհակալ եմ, որ ինձ օգնել եք, հոգս տարել եք, հոգսս տարել եք, եղել եք։ Կսեմ ոչ թե կարոտության համար կսեմ, վասնզի ես սորվեցա կո ըլալ իմ գտնված վիճակից մեջ։ Կսեմ ոչ թե կարոտության համար, այլ ոչ թե կարիքի համար կսեմ, որ օգնել եք, լավ եք եղել, ապրիկ, այլ կսեմ, որ ես ամեն բանի մեջ սորվեցա կո ըլալ իմ գտնվածս վիճակի մեջ։ Ու շարունակության մեջ կսեմ, գիտեմ չկավորություն քաշելը, գիտեմ շատը ունենալը, ամեն բանի մեջ ամեն կերպով աղեք սորվել եմ, թե կշտանալը, թե անոտենալը, թե շատ ունենալը եւ թե պակասություն քաշելը։ Այսինքն այս բոլոր վիճակների մեջ եղել եմ ու այդ բոլոր վիճակների մեջ սորվել եմ գոհ եղնել։ Այդ վիճակները մեջ մենք էլ կրնանք յանենք քույրեր եղբայրներ ջան։ Մեզի հեշտ է, երբ որ մեր վիճակը շատ լավ է, ամեն ինչ կա, տունը կա, տեղը կա, ուտելիքը կա, շատ հեշտ է այդ ժամանակ գոհ եղնել Աստծուն։ Բայց երբ որ մեր կյանքի մեջ պակասություն կեղնի, արդյոք մենք կրնանանք այդ ժամանակ գոհություն մատուցենք Աստծուն։ Երբ որ ինչ-որ մի բանը պակաս է մեր կյանքից, երբ որ մենք կտեսնենք, որ մի բանը այն չի էշտա, մեր ճանապարհը մի բանը այն չէ, մենք արդյոք կրնանք այդ ժամանակ Աստծուն գոհություն մատուցանենք։ Ու կտեսնենք, որ կյանքի որ մենք թերանանք, այդ ժամանակ Աստված մեզի կսկսե սորվցնել։ Ու երբ որ կսորվցնի, շատ կարևոր է որ մենք մեր դասը շուտ սորվենք, որտեղ իշքան ուշ սորվենք, այդքան շատ կկրկնվի մեր կյանքում այդ ամենը։ Կուզեմ կարդամ առաջի Թեսաղոնիկեցիս 5:18-ը։ Ամեն բանի մեջ գոհություն տվեք, վասնզի այս է Աստծոյի կամքը Քրիստոս Հիսուսով ձեր վրա։ Կսե ամեն բանի մեջ գոհություն տվեք։ Չի երբ որ վիճակները լավ կեղնի, երբ որ լավ գործի եք, լավ տուն ունիք, այլ կսե ամեն բանի մեջ գոհություն տվեք։ Ու ճիշտ է, կդորում դժվար է մեզի համար քույր ախպերներ ջան, բայց երբ որ մենք ամեն բանի մեջ կտեսնենք Տիրոջ կամքը, արդեն մեզի համար հեշտ կյանի այդ ամենը։ Ու մենք էլ կկրանանք ասենք, որ բոլոր վիճակների մեջ սորվեցա գոհ եղնելը։ Կարդամ Եբրայեցիս 13:5-ը։ Կսե բարկերնի արծաթասեր չլայ, բավական սեպեցեք որքան բան որ ձեռքերնիդ կա,
Վասնզ ինք ըսավ թե բնավ քեզ պիտի չթողում ու բնավ քեզի երեսե պիտի չծկեմ։ Ուքսե բավական սեպեցեք, բավարարվեք որ չա բան, որ ձեր ձեռքի տակ կա, ինչ որ ունի կդորով գոհություն մատուցեք Աստծուն, դկանով բավարարվեք։ Ու կարտանք այս համարների շատ համարներ կա, ճիշտ նշած դկանը չեմ կրնա կարտա, շատ համարներ կա։ Այսքանի հատ առանձնացրի ու մենք տեսնենք, որ այս համարների զուգահեռ, երբ որ մենք մեզի կքննենք, մենք տեսնենք առաջին ես ինձի համարսեմ, որ կրնա եւ թերացել եմ շատ բաների մեջ։ Բայց ուրախ եղնիմ, որ երբ որ այդ ամենի մեջ Աստծո երեսը մարդ կփնտրե, Աստված կսորվծնեք, որ աղբերներ ջան։ Մենք դի հասկանանք, որ մարդու վիճակից չէ, որ մարդը դի գոհություն մատուցե Աստծուն, այլ ինչ վիճակի մեջ է լեղնի, առաջնայինը դե Աստծո երեսն ու կամ կփնտրե։ Ես կուզեմ հիշեցնեմ ձեզի Հոբի կյանքից մի հատվածը առաջի գլուխ 20 համարից։ Երբ որ այդ ամենը ինքը կորցրեց իր ունեցվածքը, իր ամեն ինչը կորցրեց, ընտանիքը, զավակներին կորցրեց, մի հատ շատ հետաքրքիր բան կսեմ։ Կսե այն ատեն Հոբի ելավ, իր պատմուճանը պատրեց ու գլխուն մազերը կտրեց ու գետին ընկնելով երկրպագություն հրավ, ու սավ, մորս արգանդեն մերկ ելայ ու հոն մերկ պիտի դառնամ։ Տերը տվավ, Տերը առավ, օրհնյալ ըլայ Տիրոջ անունը։ Ադամ ես միշտ կարտամ այստեղ կսեմ իշքան հետաքրքիր որ ինքը մեգից ինքն իրան չկորցրավ ու այստեղ շարունակության մեջ այս ամենու մեջ հոբ չմեղանչեց ու Աստծոյի դեմ անզգամություն չերավ։ Իշքան հետաքրքիր որ ինքը կրնացավ իրան տիրապետեր այդ վիճակի մեջ անզգամություն չերավ Աստծո հանդեպ, մեղ չկործեց։ Ու կսե Տերը տվավ, Տերը տարավ, օրհնյալ ըլայ Տիրոջ անունը։ Այսպես կնայի ինտերնետով մոտավոր հաշվարկով իր ունեցվածքը 3-ից 4 միլիոն դոլար կարժենար։ Իր այդ ամբողջ ունեցվածքը։ Կսեմ իշքան հետաքրքիր է մարդը 3-ից 4 միլիոն դոլար մի օրվա մի քանի ժամվա կորցնե ու իր ներսը հանգիստ եղնի։ Ինքը ծնկի քաուս է Տերը տվավ, Տերը տարավ։ Օրհնյալ եղնի իր անունը։ Իշքան մի ադամ մարդ սիրտ բդ ունենա, չէ։ Մենք կսենք, չէ, շատ բաների մեջ կսենք սիրտ ու հավես չունին։ Չէ, կսենք, բայց իշքան ինքը սիրտ ու հավես ունի։ Ինչ խեղավ որ ինքը դիմացավ, ինչ խեղավ որ ինքը դիք հասկացավ։ Հələ կոպիցած ունեցվածքը հետ երեխեքի կորուստը։ Ու ես այստեղ նոր կկարտայի մի ադամ բան հիշի, երբ որ մի անգամ հեռախոս ծախե Երևան, արագի մեջ եղավ, այդտեղ եկավ գումարի խոշոր մասը տվեց, ու 12000 դրամը, սա հետո կգցեմ քարտի, ու գնաց մեկից։ Էլ չհաստրեց իրան, սեյ չէ, համի տուր, համի քիծ։ Ու Երևանից երբ որ դիքայի, մոտավոր պես 2-2.5 ժամ տևեց, սաղ ճամփեն ես դոր մասին կմտածեի։ Կսե երբ պետք է գցեիմ 12000 դրամը։ Ինչ եղավ այդտեղ են կզանգեմ չի վերցնե, կզանգեմ չկա, կգարեմ չի պատասխանե, գնաց կորավ, խապեց ու մեջս անհանգստություն կար։ Բայց գիտեք հետաքրքիրն է որ գիշերվա 12:30-1-ն էր, երբ որ արդեն հասա Գյումրի, մամ նամակ եկավ, որ այդ փողը ինքը գցել է։ Ու ես ինձ այնքան վազգացի, գիտեք, ես չունեի ինչ որ մեկի հանդեպ պարտավորվածություն, բայց ես իմ մեջս այնքան վազգացի, որսի ինչի՞ դե այդ կան գումարը, այդ փոքր գումարը իմ մեջս խառներ սա, իմ խաղաղությունը սխառներ իրար։ Ինչի՞ դե 2.5 ժամ լուր իմ մեջս կռվելով, ես ինձի կռվելով կայ հասնեի այստեղ, այսօրվա պես գիշեմ աղբորս հետ էի ու կայ ու մի բանամ չէի խոսած է ճամփեն։ Խռով էի, ես ինձ այդ խռով էի։ Մարդը 4-5 միլիոն դոլար կորցրել է, ընտանիքը զավակներին կորցրել է, ծնկիկ ու կակ օրհնյալ եղնի Աստծո անունը։ Բայց 10000 դրամ ընդամենը կկորցնենք, 3-4000 դրամ կկորցնենք, այդ 3-4000 դրամի հետ էլ մեր խաղաղությունն է հետը կկորցնենք։ Բայց չենք հասկանա, որ ամեն բան Աստված գիտե, ամեն բան կտեսնի Աստված ու ամեն բան Աստծո կամքին համաձայն կյանի մեր կյանքի մեջ քուրեր աղբերներ չան։ Ու գոհությունը չի նշանակի, որ ամեն բան իմ կյանքումս լավ է, ես դեռ մար գոհություն կուտամ Աստծուն։ Այլ չէ, ես գոհություն կուտամ, որովհետև
ես համաձայն եմ Աստծո կամքի հետ։ Անկախ ամեն ինչից իմ կյանքիս մեջ ինչ տեղի կունենա, քույր աղբերներ ջան, մենք պետք է Աստծուն գոհություն մատուցանենք, որովհետև ու մենք պետք է համաձայն անենք իր կամքի հետ։ Անկախ ամեն ինչից, թե ինչ կենե մեզի հետ, մենք պետք է համաձայն անենք իր կամքի հետ։ Կրնա դժվար է անի, կրնա բաներ անի, որ չհասկանանք, թե ինչ պետք է անի, բայց երբ որ մենք Աստծո կամքի հետ համաձայն կյանենք, կտեսնենք, որ ամեն բան սաղ լավ էլ կերտա։ Մեր պատկերացրած վադը չէ, սաղ էլ լավ է։ Ու այս պարագայի մեջ Հոբը համաձայնվավ Աստծո կամքի հետ։ Ինչի որովհետև սա մորս արգանդեն մերկ էլա ու հոն մերկ պիտի դառնա։ Համաձայնվավ Աստծո կամքի հետ։ Աստված է ուզեց, այդպես ծնվել եմ, պես եմ դեշտամ։ Ինքը համաձայնվավ Աստծո կամքի հետ։ Որ կքննենք մեզի մեր անձերը, կտեսնենք, որ շատ բաների մեջ մենք տկար ենք, չկա այդ համաձայնությունը ու կբողոքենք, կսենք, թե Աստված ջան, ինչի՞ս իք տեղի ունեցավ իմ կյանքիս մեջ, բայց իք ինչի՞ս պես նա եղավ։ Ու ես մեկ հանիմ կետ եմ առանձնացրել, կետեր, որոնց պատճառով մարդը կդատարե գոյանել Աստծուց։ Երբ որ ինքը էլ գոհություն չի մատուցանել Աստծուն, կսկսե բողոքվել ամեն ինչից, կսկսե իր վիճակից բողոքել։ Առաջի պատճառներից մեկն է, երբ որ մարդը կհամեմատվի ուրիշների հետ։ Կնայ ուրիշին կսե ինքը ամեն բան ունի, ես չունիմ, ինչի պիտի պես նայանի Աստված ջան, ինչի պիտի պես նա ապրիմ ես, ինչի պիտի պես անի իմ կյանքիս մեջ, ու կսկսե շատ հարցեր տալ Աստծուն։ Երբ որ մարդը կհամեմատվի ուրիշների հետ, բայց Գաղատացիս 6-րդ գլխի մեջ 4 ու 5 համարը կուզեմ կարդամ, կսե ամեն մարդ իր գործը թող կշռե ու ետ կմիայն իր անձին վրայի պարծենայ, ոչ թե ուրիշին վրայ, վասնզի ամեն մեկը իր բեռը պիտի կրե։ Կսե ամեն մարդ թող իր գործը կշռե, ամեն մարդ, որովհետև կսե ամեն մեկը իր բեռը պիտի կրե։ Համի եթե ես իմ գործերս նայեմ, ես իմ ճանապարհներս նայեմ, արդյոք ես ուղիղ եմ մտքան Աստծո առաջ, որ մի ամեքը բողոքվեմ, թե ինչի սպես նա եղավ իմ կյանքս, իմը չդասավորվավ, այն մյուսինը դասավորվավ, այն մյուսինը լավ եղավ։ Ու համեմատվել ուրիշի հետ մեզի կխանգարե, որ մենք շարունակենք Աստծուն գոհություն մատուցանելը։ Մյուս կետը սպասումն է, երբ որ մենք սպասումներ կունենանք Աստծուց, կսպասենք, որ այս էտի Աստված մեզի պիտի ողորմե, վիճակներս լավ պիտի անի, մեզի պիտի օրհնե, ուտպես կսպասենք, տեսնենք բան չի անի, կսկսենք էլի բողոքվելը։ Ինչի համար Աստված ջան, ախր ես կաղոտ եմ մտքամ, պաշտամունքի կերտամ, գիրք կարդամ, ինչի ես ինչ բան իմ կյանքիս մեջ տեղի չի ունենա, ինչի այդ հարցի պատասխանը ես չեմ ստանա։ Ինչի որովհետև մենք Աստծուց սպասումներ ունենք, կսպասենք, որ ինքը մեր բանը բդենա մեր կյանքի մեջ, ու չկա այդ բանը։ Կսե ուշացած հույսը սիրտը կհիվանդացնե։ Երբ որ գուշանա այդ հարցի պատասխանը, մենք հիվանդանք չագերտավորսած։ Կսե բայց փափագին հասնելը կյանքի ծառմն է։ Երբ որ գուշանա, մենք հիվանդություն կուկա մեր վրա։ Մի հատ մենք չենք հասկնայի հիվանդություն, բայց շատ կարևոր է որ հասկանանք, որ Աստված երբեք չի ուշացնի, Աստված ժամանակին կուտա մեր հարցի պատասխանը, քույր աղբերներ ջան։ Ու այդ սպասման մեջ մենք մտածենք, որ ոչ թե մենք ինչ-որ մի բանի մարժանենք, որ Աստված մեզի դենե, այլ համաձայնվենք Աստծո կամքի հետ։ Համաձայնվենք նոր հետ, թե Աստված ինչ է պատրաստել մեզի ժամանակին։ Մյուս կետը, երբ որ մարդը կենտրոնացած է իր չունեցած բաների վրա, այս հետաքրքիր տեղ է, երբ որ երեք ես գնայի, այս համարը չէր հանդիպեցի, երեք կարդացի ու երբ որ Իսրայելի ժողովրդի համար կսե Սաղմոսի 106-րդ գլխի 15 համարը։ Բայց կարդամ 13-ից։ Կսե շուտով մորցան անոր գործեր ու անոր խրատին չսպասեցին։ Անապատին մեջ խիղճ ցանկացին ու Աստված փորձեցին անջուր տեղին մեջ։ Եվ անոնց տվավ անոնց ուզածը, թեպետև վատուժություն խրկեց անոնց անձերուն վրա։ Մոռացան Աստծո երազները իրանց կյանքի մեջ, կսե Աստծուն փորձեցին անջուր տեղերի մեջ, ու կսե անոնց տվավ անոնց ուզածը, Աստված իրանց ուզած իրանց տվավ, իրանք կբողոքվեին, չէ, ամեն ինչի մեջ
սիկ չկա, միշ չկա, այն չկա, գսե Աստված տվեց, բայց դոր հետ մեկտեղ վատուժություն տվեց։ Կնայեմ այդ բառը ինչ որ անզորություն, նիարություն, ինչ որ մի հատ տգար վիճակ տվեց իրանց։ Ու իշքան է եղել, չէ՞, երեխեն որ կուկա ծնողից բան կուզե, շատ կզզվսնե, ոչ թե ծնողը սիրով կուտա, այլ դրտված կուտա, որ ցենը կդրե, չէ՞, տեքսան դե վերցրա քնա զզվծրիր, չէ՞։ Ու կոբիցած երեխեն չի վայել էդիկ, ինչ նոր ծնողը զզվելով կուտա։ Ու մի կտեսնենք այս պարագայի մեջ իրանք էլ շատ բողոքելու հետ մեկտեղ տվավ Աստված իրանց սրտի ուզածը, բայց դորտեղ այդ թուլությունը տվավ։ Ու մենք էլ բաներ կար, մենք չունենք մեր կյանքի մեջ, պակասություն ունենք ինչ որ մի բանին, թեգուս է մարմնավոր, ու կսենք ինչի էլի Աստված չան, ինչի սիկ չկա իմ կյանքի մեջ, ինչի սիկ չի ան, ինչի սիկ չկա, ու անտատ կսկսենք բողոքվել մեր չունեցածի համար։ Բայց շատ ժամանակ կմոռանանք, որ Աստված մեզ այնքան է տվել, որ ուրիշները նույնիսկ կրնա երազեն դոր մասին։ Նոր մի ադեմ հետաքրքիր բան գնայեմ, կսե եթե դու ունիս տուն, ու եթե տունը ունիս տակչուր, երկիր մոլորակի կես ժողովրդից ավելի լավ կապրես։ Բայց մենք կդիկ չգիտենք, մենք կդիկ չենք հասկանա, մենք շատ բաներ չենք տեսնի, ու Աստծո ողորմությունները մեր կյանքի մեջ, որոնք որ տեղի են ունեցել, մենք կերնի որ կմոռանանք քուրեր աղբերներ չան։ Ու այդ գոհություն մատուցանելու, դատարելու պատճառներից կերնի, որ մենք կկենտրոնանանք մեր չունեցած բաների վրա, ինչի ես չունիմ, ինչի չկա իմ կյանքիս մեջ, ինչի է բացակա այդ ամենը։ Մյուսը տրտունջն է, երբ որ մենք կտրտնջանք մեր ունեցածի թեգուս եւ ունեցածի մեջ, երբ որ կբողոքվենք։ Ես կուզեմ կարդամ, թե տրտունջը ինչ հետևանք թողեց Իսրայելի ժողովրդի կյանքում։ Թվոց 11:1-ը Սա ժողովուրդը չարաչար տրտնջեր Տիրոջ առջև։ Տերը լսեց ու իր պարկությունը փոփոխվեց ու Տիրոջ կրակը վառեցին անոնց մեջ ու բանակին ծայրերը եւ օկները կորսնցուց։ Այնքան շատ էր իրանց տրտունջը Աստծո առաջ, որ Տերը լսեց ու իր պարկությունը փոփոխվեցավ այդ մարդկանց վրա։ Այնքան շատ էր իրանց տրտունջը։ Փառք Աստծո, Աստված ողորմացել է մեզի, մեր տրտունջների մեջ մեզի մեր հրապարակությունը մեր վրա չի կա, բայց կխրադե մեզի, կսորվծնե քուրեր աղբերներ, չան որ ամեն պարագայի մեջ ոչ թե կեղնի տրտուժներ, այլ ամեն պարագայի մեջ շնորհակալ յանինք Աստծուն։ Մյուսը հբարդությունը, երբ որ մարդը կմտածի, որ ինքը արժանի է, ոչ թե անարժան է, ու կսե որ հադիկդ պես է պետք է եղնիր, պետք է եղնե Աստված, ինձի համար պետք է եղնե, ու շատ մարդիկ կմտածեն սպասելիքներ ունին Աստծուց, որ Աստված իրանց կյանքում պետք է եղնե, որովհետև իրանք արժանի են ամեն ինչի, իրանք ըմբես կյանքով են ապրել, արժանի են այդ ամենին, բայց մենք չենք հասկանա, որ մենք անարժան ենք եղել քուրեր աղբերներ չան, բայց Աստված մեզի արժանացրեց իր փառքին, իր այդ հաղորդ տեղնելուն, իր ներկայությունը վայելելուն, ու երբ որ այդ հբարդությունը կերնի մեր կյանքի մեջ, այդ հբարդությունն էլ մեզի կխանգարի, որ մենք գոհություն մատուցանենք Աստծուն։ Մյուսը մոռացության մասին կուզեմ ասեմ, երբ որ մեր կյանքի մեջ տեղի կունենա բաներ, որոնց մասին որ մենք կմոռանանք, որ Աստված ողորմացել է, Աստված օգնել է մեզի։ Վերջում ճամբար էինք գնացել, Մարդունուս մի հատ եղբայր կար, նստած հաս կուտենք, պատմեց, կսե մի անգամ հաս չկար ուտելու տունը, սոված էին, փոքր էինք, կսե քիշեի, կսե մաման ասեց արեք աղոտենք, ու աղոտեցինք, կսե արձիվը հավը բերեց, դրեց մեր հայատը ու գնաց, կսե մորտին կերանք այդ հավը, հետաքրքիր որ պատմեք ինքը, կսե որ չեմ մոռացել ես սդիկ, Աստծո գործը իմ կյանքիս մեջ չեմ մոռացել։ Համի որ հարցնենք, բոլորիս կյանքի մեջ այդպես դեպքեր տեղի ունեցել է։ Պես դեպքեր, նմանատիպ դեպքեր բոլորիս կյանքի մեջ տեղի ունեցած կերնի։ Բայց հարցը այն է, թե մենք քիշենք այդ ամենը, թե չէ։ Մենք քիշենք Տիրոջ ողորմությունը մեր կյանքի մեջ, թե մոռացել ենք,
թե հմիգվանով կաբրին, կսենք որ հմի լավ չէ, հմի պագաս է, հմի թերի է, բայց մի ադեմ հիշենք որ Աստված իշկան է մեզի, ողորմած է իշկան է մեզի տվեք ու երախբերներ չանք, սեմ ով իմ անձը սորտնե Տերը ու այն ամենը, որ իմ ներսիդիս է, անոր սուրբ անունը, ով իմ անձը սորտնե Տերը եւ անոր բարարարությունները մի մոռնար, որ կքավե բոլոր անօրենություններդ ու կբժշկե քու բոլոր հիվանդություններդ, որ կփրկե քու կյանքդ ապականությունը ու կպսակե քեզ ողորմությունով ու կտությունով, որ կլեցնե քու ծերությունդ բարությունով ու քո մանկությունդ արծիվի պես կնորոգե։ Այս ամենը մենք չենք ենողը քուրեր ախպերներ չանել, Աստված է ենողը, բայց մեզի կմնա մի բանը, ով իմ անձը սորտնե Տերը եւ անոր բարարարությունները մի մոռանար։ Այդ չպետք է մոռանանք այն, ինչ որ Աստված ել է մեր կյանքի մեջ, ինչ որ կեն է մեր կյանքի մեջ ու միշտ էլ Աստված մարդու հետ կգործե։ Մյուսը ինչ նոր խանգարե մարդուն գողություն մատուց անել Աստծուն, վախն ու անհանգստությունը։ Երբ որ մարդը իր կյանքի մեջ վախեր ունի, անհանգստություններ ունի, եկուց վաղ վրա։ Եկուց ինչ պետք է եղնի, ինչ պետք է ապրենք, չէ՞ շատ մարդիկ սենտիա նոր տարին եկավ, ինչ պետք է եղնի, փող չկա, գումար չկա, կամ ծմեր է, վառելիք չկա, կոմունալներ ինչ պետք է ուզենք, վախեր կա, չէ՞, եկուց վրա, ինչ պետք է եղնի եկուց։ Բայց շատ պարզ մեզ է Աստվածաշունչը կսե նույնիսկ այդ մարմնավոր հարցերի շուրջ, շատ պարզ մեզ կսե։ Կուզենամ կարդամ Մատթեոս 6:25 համարից։ Ուստի կսեմ ցեզի, հոգ մի ընեք ձեր կյանքին համար, թե ինչ պիտի ուտեք, կամ ինչ պիտի խմեք, ոչ ալ ձեր մարմիններուն համար, թե ինչ պիտի հագնիք։ Շատ պարզ կսե, հոգ մի երեք ձեր կյանքի համար։ Կսե չէ որ կյանքը կերակուր են ավելի ու մարմինը հագուստ են։ Ու 34 համարից կշարունակեք, կսե ուստի վաղվան համար հոգ մի ընեք, վասնզի վաղվան օրը իրեն համար հոգ պիտի ընե, հերիք է օրվան իր նեղությունը։ Մենք շատ ժամանակ կմտածենք, որ մեր ձեռն է եկուսվա օրը։ Եկուս կեշտամ կաշխատիմ, եկուս կեշտամ կենեմ, ես ինչ բանը կենեմ ու կմոռանանք, որ մեր ձեռը չէ քույր ախպերներ, չան որ մենք նույնիսկ մեր րոպեմ հետո չգիտենք մեզ հետ ինչ տեղի կունենա։ Ու երբ որ մենք կգնենք այս վախերի մեջ, երբ որ մենք կգնենք այս անհանգստության մեջ, մենք կմոռանանք էլի Աստծուն գողություն մատուց անելը։ Մենք կխառնվենք, մենք մեր մարմնավոր կյանքի մասին կմտածենք ու կմոռանանք Աստծուն գողություն մատուց անելը։ Ու վերջի կետը որ կուզեմ կարդամ, ասեմ անհամաձայնություն Աստծո կամքին։ Կարդամ Եսայի մարգարեությունից մի ատեմ համար 55-րդ գլխի 8-րդ համարից 8-9։ Քանզի իմ խորհուրդներս ձեր խորհուրդները չեն, ու իմ ճամփաներս ձեր ճամփաները չեն, կսե Տերը։ Հապա որ չափ երկինք երկրեն բարձր է, այնչափ իմ ճամփաներս ձեր ճամփաներեն բարձր են, եւ իմ խորհուրդներս ձեր խորհուրդներ են։ Այստեղ կնայենք 8-րդ համարը կսե իմ խորհուրդներս ձեր խորհուրդները չեն, իմ ճամփաներս ձեր ճամփաները չեն։ Այսինքն Բայց չէ որ ինչ որ դուք կմտածեք, այդպես է ես պիտի մտածեմ։ Բայց չէ որ ինչ որ մենք կմտածենք, նույնն էլ Աստծո կամքն է մեր կյանքի մեջ։ Չէ բաներ կար, մենք կանխատեսենք որ այս ինչ բանը սպես նա պետք է եղնի, այ լավ կեղնի, սպես պետք է եղնի։ Աստված ինձ կառաջնորդե դոր մեջ ու սա լավ կեղնի։ Բայց մենք չենք հարցնել թե Աստված ջանը, բա քու կամքը դորն է։ Բայց դու ինչ կցանկանաս, ինչ կուզես ինձ առաջնորդես այդ հարցի մեջ։ Ու կտեսնենք, որ երբ որ մեր մտածածով չի անի, մենք կխռովենք Աստծուց, մենք կդժգոհենք, բողոքվենք, ու կսենք ինչի՞ դիպպես նա չեղավ։ Բայց շատ կարևոր է որ այստեղ հասկանանք, որ կսե իմ խորհուրդներս ձեր խորհուրդները չեն։ Իշքան որ կսե երկինքը երկրից հեռու են, այդքան հեռու են իմ խորհուրդներս ձեր խորհուրդներից։ Այդքան հեռու են։ Ու մենք քիշենք Իսրայելի ժողովուրդը, երբ որ Եգիպտոսից դուրս եկավ, 40 օրվա ճամփա էր, չէ՞, ճամփեն։ Իրանք էլ կմտածեին երևի տիա բան չմնաց 40 օր հետո քասնենք, մոդիկ ճամփա է, սա լավ կյանի,
կատու մեղր բխող երգիր կերտանք, բայց մի ադմ չէ, շատ բաներ իրանց կյանքի մեջ տեղի ունեցավ, որն որ խանգարեց իրանց ընթացքին, ու այդ 40 օրը դարձավ 40 տարի։ Ինչ է այն որ իրանք սկսին շատ տրտնջալ, իրանց սպասելիքները չարտարացավ, որ իրանք շուտ պետք է հասնեին, տեսնին այդ ամենը, ու դորմար Աստված իրանց սովորեցնելու բան ունի, որն որ տևեց 40 տարի։ Հիմա մեր կյանքի մեջ էլ բաներ կյանին, որ մենք ոչ է կսորվենք, բայց Աստված ամեն անգամ մեզի կուզե սորվեցնե, մեզի կուզե խրադե, ու շատ լավ է որ մենք շուտ կսորվենք այդ ամենը։ Շատ լավ է որ Աստծո երեսը կփնտրենք։ Ես կուզեմ այս համարը մի հատ մեկ կարդամ ու ավարտեմ։ Սե պարկերնիդ արծաթասեր չլայ, բավական սեպեցեք որ չափ բան, որ ձեռքերնիդ կա։ Վասնզի ինք ըսավ թե բնավ քեզի պիտի չթողում ու բնավ քեզի երեսը պիտի չծկեմ։ Այս խոսքերը մեզի համար է, ինձի համար է։ Եթե գմոռանամ ես այս խոսքերը, ես կսկսեմ խառնվել, շփոթվել, տրտնջալ, բողոքել, այդ ամենը իմ կյանքիս մեջ տեղի կունենա։ Բայց մի ադմ շատ կարևոր համար է սիկ մեզի, որ մեզիս էլի որ քեզի չպետք թողնեմ։ Ես քեզի հետ պետք է անեմ։ Ու քեզի բնավ երեսը պիտի չծկեմ։ Թող Տիրոջ անունը փառավորվի, քույր աղբերներ ջան։ Այս կետերն որ կարդացի ես էլ առաջինը կմտածեմ ինձի համար է, որ ես էլ խրատվիմ, ես էլ սորվիմ, ինչի մեջ եմ թերի տարին նոր է սկսվել չէ, ամեն մեկս կմտածենք, թե ինչ պետք է անցնենք, ինչ պետք է անենք, այս տարվա մեջ էլ ավելի սորվիմ կնայեմ, որ սորվիմ Աստված տեսնեմ ինչ կսե ինձի համար, որ կրանամ էլ ավելի լավ է անիմ իր համար։ Թող Տիրոջ անունը փառավորվի, ամեն։ Խաղացուն ձեզի քույր եղբայրներ ջան, նախ առաջին ուզում եմ ձեզ բարևներ փոխանցեմ Մոսկվայի եկեղեցուց, ասեմ ձեզ, որ Գյումրու եկեղեցին մեզ համար շատ սիրված եկեղեցի է, ոնց նայեմ կեսստեն, կեսնդեն։ Քույր եղբայրներ ջան, Տերը ձեզի շատ օրհնի, շատ ուրախ եմ կրկին ձեր մեջ լինելու, որովհետև առաջ անգամ չի որ Գյումրու եկեղեցում եմ, Սիրելիներս, Տերը օրհնի, կապ չունի, որտեղ որ լինենք, կարևորը Տիրոջ հետ լինենք։ Համաձայն եք։ Տերը ձեզի շատ օրհնի, մենք շատ հարազատ տես դեմքեր կա, նայում եմ բոլորի հետ տենց միշտ հանդիպում ենք, թե Մոսկվայում, թե ասենք Գյումրում, ու տենում եմ, որ սա հարազատ են։ Այսօր էլ մի բան պարզվեց, որ Գյումրիու ամենաես Հայաստանի տարածքների միջի ամենաես հարազատ մտերիմ ու շատին, որ ճանաչում ենք, դա Գյումրու եկեղեցին է, որովհետև մենք միշտ մեր վարամ եղբոր հետ իշքան գալիս ենք Հայաստան, պարտադիր պիտի այցելենք առաջի հերթին Գյումրու եկեղեցին։ Տերը ձեզի շատ օրհնի, սիրելիներս։ Ես շատ տենց պրոստը սրտիս մի փոքր բան կա ձեր հետ կիսվեմ ու միասին աղոտ կանենք, քույր եղբայրներ ջան։ Եղբայրդ ինձանից առաջ տենց ոնց որ մի քիչ շեշտ բաներից բնավ խոսած, իմ սրտին տես կա, որ սիրելիներս շատ անգամ երբ որ մարդկանց վկայում ես ասո խոսքը, ասենք իրանց համար թվում է թե դու ինչ որ մի բան իրանց ուզում ես ոնց որ վզով անես, ասենք համոզես, բայց բան չի լինում, էլի, ու որից մի օր ինձ մի հատ ռուսկին սենց անում, ասում է, բա լավ, ինչ օգուտ կա, էլի, ասո կամքի մեջ, որ դու անընդհատ ինձ ուզում ես ասես, դե ասում եմ ամեն օգուտ ինչ որ կապված է, Աստծուց է կապված մարդու կյանքի մեջ, Աստված պիտի այդ բանը, դե ասում է, դե դուք հայրդ մենակ օգուտի մասին եք մտածում։ Ասի դե ճիշտ ես ասում, մենք հայրս օգուտի մասին ենք մտածում, բայց այս տարբերակում մենք քրիստոնյա ենք, պետք է մեր հոգու փրկության մասին մտածենք։ Սա էլ է օգուտ, չէ՞, ժողովուրդ ջան։ Մեր հոգու փրկության առաջի մեր կյանքի օգուտը դա մեր հոգու փրկությունն է, որովհետև եթե մենք հավատում ենք, որ մենք կենթանի հոգի ենք, Աստված մեզ որպես հոգի է ստեղծել, նաև պիտի մտածենք այդ մեր հոգիները ինչ պետք է լինեն։ Այս ասենք երկիրը սահմանափակվեց, գիտենք, որ այս կյանքը հավիտենական չի այս երկրի վրա, ուրեմն մի բան պետք է լինի այս հոգիների համար, պետք է հոգ տանենք, թե չէ։ Դրա համար Տերը մի հատ սենց ոնց որ ֆորմուլա է տվել, էլի, ֆորմուլա, ասենք բանաձև, սենց ասեմ, որ Աստծո կամքը փնտրես եւ Աստծո կամքը կատարես։ Ես ասենք հետարքի էր մտածում եմ, ասում եմ, լավ, այս մարդուն ինչ պատասխան տամ,
ինչ օգուտ ունի Աստծո կամքը անելուն։ Մեկ էլ միամիտ Սուրբ Հոգին դες միտք բերեց, էլի, եւ այս համարը արեք ձեզ էլ կարդամ, որ ավելի բարձ լինի, էլի, ինչի համար Աստծո կամքը պետքա մարդը կատարվի։ Երբ Տեր Հիսուսը խոսում էր, ասենք, այդ տեղը գհիշեք, դուրսից եկան, ասին, ահա քո մայրդ, եղբայրներդ դուրսը կայնած քեզ են սպասում։ Եվ տեսեք Տիրոջ պատասխանը. ով է իմ մայրս, ով է իմ եղբայրս ու ով է իմ քույրս։ Տեր Հիսուսն ասա հարցնում իր ժողովրդին, նստած իր շրջապատին։ Եվ իր ձեռքը դեպի իր աշակերտները մեկնելով ասավ. ահա իմ մայրս եւ իմ եղբայրներս, վասնզի ով որ իմ երկնավոր հորս կամքը կկատարե, անիկա է իմ մայրս, եղբայրս եւ քույրս։ Այստեղ տեսնում ենք, որ ասենք, տեսեք, մայր, քույր, եղբայր, սա ինչի մասին է խոսում, ասենք, ընտանիքի անդամներին է ներկայացնում, ճիշտ է, ժողովուրդ ջան։ Ընտանիքի անդամ, փաստորեն բանից պարզվում է մի հատ բանաձև կա։ Եթե դու ուզում ես աստվածային ընտանիքի անդամ որպես ընդգծվես, քեզ ընդունեն որպեսի ընտանիքի աստվածային ընտանիքի, որտեղ Տեր Հիսուսն ասում է, ով է իմ մայրս, քույրս ու եղբայրս։ Մի հատ, ասենք, տես տարական ոնց որ օրինակ բերենք, կարա հարևան ինչքան էլ հարևան լինի, քո ընտանիքի անդամ չի լինի։ Դու հաստատ իրանից գաղտնիք կունենաս։ Տենց չի։ Դա հարևան է։ Հիմա ասում են շատերը այս կամքը մեկդի դնելով դառնում են հարևան։ Չեն ուզում մտնեն աստվածային ընտանիքի մեջ, որովհետև Տեր Հիսուսն ասում է, եկեք, ես Աստծուն մեզի որպես հայր է ներկայացնում, քեզի Աստծո առաջ որպես որդի է ներկայացնում, դրա համար ասենք ինքը ճանապարհ է բացում, որպեսզի ես ու դու օտար ու հարևան չլինենք իրան։ Հիշեք, միտեղ սենց ասեց, ես ձեզ այլևս օտարներ չեմ համարում, այլ բարեկամ։ Ասենք պատկերացնում եք երկնքի ու երկրի արարիչը, որ արարել է ամեն բան, տեսանելի թե անտեսանելի, ասում է դու իմ ընտանիքի անդամն ես։ Հիմա ասենք մարդն էլ իր կողմից դասմա դե ասենք կլինի ես իմ ուզածով ապրեմ, հա, բայց դու ինձ այն ինչ որ ես եմ ուզում, այս եղբայրն ասես, չէ, ասենք ես այդ կետերը չեմ ուզում բանանեմ, բայց ասենք ընդհանուր ուղղակի անփոփոխում եմ։ Ուրեմն ֆորմուլա կա մեր կյանքի ամեն ընթացքի համար Աստված մեզ տվել է բանաձև, որպեսզի մենք չմնանք հարևանցի, չմնանք որպես ասենք հերրու բարեկամ, այլ լինենք մտերիմ ընտանիքի անդամ։ Դրա համար Տերն ասում է իմ կամքս փնտրեք։ Դավիթ թագավորը սրա մասին ասում է Տեր սովորեցրա իմ կյանքում, որ ես քո կամքը կատարեմ։ Որովհետև սա ամենակարևոր բանն է մեր կյանքի մեջ, երբ որ մենք փնտրում ենք Աստծո կամքը, Քրիստոսի կամքը այս երկրի վրա, Աստված մեզի ընդունում է որպես իր ընտանիքի անդամ, եւ ես ու դու դառնում ենք Քրիստոսին հարազատ քուր ու եղբայր, իր անունը թող փառավորվի։ Սա մեծ շնորհն ու պարգև է սիրելիներս։ Եվ երկրորդ մի բաստն էլ կա, որ սրա վրա եմ ուզում ուշադրություն դարձնենք, որ ինչի է պետք Աստծո կամքը մեր կյանքի մեջ։ Տեսեք, ասենք, այդ բանաձևը ոնց որ Աստված տալիս է եւ դու դառնում ես իր ընտանիքի անդամ, բայց դա փաստորեն դեռ բավական չի, որովհետեւ եթե Աստծո կամքը կատարյալ քո կյանքում չիրականանա, բանից պարզվում է, որ երկինքն էլ իմ առաջ փակ կլինի։ Հիմա ես մի հատ համարել եմ ուզում կարդամ, տեսեք արդեն այստեղ պարզվում է, որ մարդը ապրելով երկրի վրա, ասենք 50-50 է լինում։ Մի քիչ էս կողմ, մի քիչ են կողմ։ Դե որովհետև կյանք այս ապաշխարությունը ընթացք է, ու մեր կյանքն էլ ապրելով, այս ընթացքը կատարելով, այսպես ինչպես Պողոս Առաքյալն ասում է, ընթացքը կատարելով հասնում ենք, ասենք, բայց պետք է կատարես այդ ընթացքը։ Ու այդ ընթացքի մեջ կանգ առնել չկա, սիրելի քույրեր, եղբայրներ ջան։ Չկա մի վիճակ, որ ասենք, «Սո, ասեմ, Տեր, ես հասել եմ»։ Ըստ Իծենյան էլ բան չեմ ուզում։ Ես լսել եմ, գիտեք, շատ աղոթներ ասում, ոնց որ աղոթեն ասեն, Տեր, էս էլ տուր ու վсё, էլ բան չեմ ուզում։ Ոչ, մեր Սերգեյ եղբայրը շատ լավ բաներ ասում, ասում էր փոքր բաներ մի խնդրեք, միշտ մեծ բաներ խնդրեք ու միշտ խնդրեք, որովհետև Աստված որպես հայր սպասում է, որ դուք իրանից ուզեք։ Հիմա մենք այնպես չի, որ ուզելու ենք, չգիտեմ, ոսկե սարեր, ես իմ պալատներ, մեր ուզածը
կյանքն է, որը որ պարունակում է Հիսուս Քրիստոսի մեջ։ Եվ տեսեք, նա ասենք այդ բանաձևներ տվեց, ասենք երկնքի արքայության դռները բաց է, չէ՞ մեր առաջ։ Համոզված եք։ Իհարկե անշուշտ բաց է երկնքի արքայության դռները, դեռ բաց է։ Եվ դեռ ես ու դու ունենք հնարավորություն այդ ճանապարհի մեջ գնալով հասնենք եւ ստեղել դարձյալ ասում ա որ ամենակարևոր բանը, որ երբեք դու չկորցնես ու չմոռանաս, որ նրա կամքը կարևոր է։ Տեսեք, այս համարներ կարդամ, էսի գրված չի օտարների մասին, ես դրա համար եմ սա կարդում, սա գրված չի դսի մարդկանց մասին, սա գրված է այն մարդկանց մասին, որոնք նրա անունը իրանց բերաններն են առել, նրան կանչել են, տեսեք, Մատթեոս ավետարան 7-րդ գլուխ 21-րդ խոսքից եմ կարդում։ Ոչ թե ամեն ով որ ինձի Տեր կսե պիտի մտնե երկնքի թագավորությունը, հապա անիկա, որ իմ երկնավոր հորս կամքը կկատարե, իր անունը փառավորվի։ Դարձյալ մենք լսում ենք, որ Տեր Հիսուսը իր բերանից ելած խոսքով նորից մեր հայացքը ուղղում է, որովհետև ինքն ասում է, որ իմ նպատակը երկրի վրա գալը, իմ կերակուրը, գիշեք այդ տեղը, իմ հորս կամքը կատարելն է։ Եվ այս տարբերակում էլ տեսնում եք, ասենք, ոչ թե ամեն Տեր կոչողը պիտի մտնի երկնքի արքայություն, որտեղ շատերը կլինեն, որոնք Տիրոջ անուն իրանց բերանը կառնեն, բայց ոչ բոլորն կստացվի մտնել երկնային արքայություն, որովհետև նրա կամքը չեն սիրե, որտեղ նրա կամքի հետևից չեն եղել։ Սիրելի քույրեր, եղբայրներ ջան, եղբայրը, որ Հոբի օրինակը բերեց, ես կուզեմ Հոբը հիանալի գիրք է։ Երբ որ ինչքան ես կարդում եմ Հոբի գիրքը, կարամ ասեմ երևի իմ ամենասիրելի գրքերից մեկն է։ Ես հիանում եմ Աստծո եւ Հոբի հարաբերությունների մեջ։ Տեսեք, ասենք Հոբը վերջում դավանում է, որ ասում է, ես քեզ ականջիս ծայրով լսել էի։ Երբ որ պատմել էին Հոբին Աստծո մասին, Հոբի կյանքը եթե ուշադրություն դարձնեք, Հոբը աշխատում էր Աստծո կամքի մեջ մնալ։ Իր երեխաներին սրբում էր, իր ընտանիքի համար հոգ էր տանում եւ ընդհանուր իր կյանքը ցույց էր տալիս։ Աստված էլ վկայեց, որ նա իմ կամքի մեջ կատարյալ է։ Սատանայի առաջ վկայեց, որ Հոբ ծառայիս աղեք ուշադրություն արեցիր, անորպես Աստվածավախ ու կատարյալ մարդ երկրի վրա չկա։ Հոբը Աստծո կամքի մեջ կատարյալ էր, բայց եկավ մի պարագա, որ Աստված ուզեց, նայեք ինչ է կատարվում, մեր կյանքը տենց է, սիրելիներս, երբ որ մենք խնդրում ենք, երբ որ մենք փնտրում ենք, նա չի կարող անտարբեր անցնի, նա չի կարող պահի իր անձը, նա չի կարող պահի իրան։ Եվ եկավ պարագան, երբ որ Հոբի այդ բան արդեն հասունացել էր, Աստված հայտնեց իրան։ Եվ եթե դուք ասենք դա շատ երկար է, ես չեմ կարդա 38-րդ գլխից որ կարդաք, սիրելիներս, Աստված ներկայացնում էր իրան, իր արարչագործությունը, իր զորությունը ու իր մեծությունը։ Պատկերացնում եք, Հոբը ամեն գլխի մեջ, ամեն անգամ երբ որ լսում էր այդ Աստծո բերանից ելած խոսքը, Աստծո արարչագործությունը, երբ որ Աստված պատմում էր իր մասին իրան, Հոբը հիանում էր։ Եվ վերջում Հոբն ասեց, Աստված իմ, ես քո մասին ականջիս ծայրով ուղղակի լսել էի, բայց հիմա տեսնում եմ, որովհետև ամենը դու ես։ Եվ Աստվածաշունչն է ասում, Աստված ամենն ամեն բանի մեջ։ Եվ կենդանի Քրիստոս Հոբի կյանքի մեջ հայտնվեց, գիտեք։ Կենդանի Քրիստոս, նա տեսավ, որ ուր գնաս, ինչ անես, նստես, ելնես, պարկես, ինչ ուզում ես արա, դու Աստծուց կախված մարդ ես, իր անունը թող փառավորվի, եւ մենք շնորհակալ ենք, որ Տեր Հիսուսը իր այժմ զորությունով, նայեք ինչքան ժողովուրդը հավաք է։ Էսիլը գիտեք, ասենք այնքան կա, որ ասենք Հայաստանի տարածքում ուր դե շրջում ես, ամեն եկեղեցու մեջ մինիմում մի 1000 հոգի մարդ կա։ Սրա համար էսա Աստծո զորությունն է, սա Աստծո փառքն է, եւ ամեն մեկս ամեն մի յուրաքանչյուր հոգի, որ գտնվում է Աստծո եկեղեցու մեջ, սա բացառիկ Աստծո փառքն ու ողորմությունն է, քույրեր եղբայրներ ջան։ Կարող է մենք այսօր չենք տեսնում այն ինչ որ Աստված ցույցատվե Հոբին, բայց նա խոստում ունի, որ ինքը իրան հայտնելու է, մենք ճանաչելու ենք իրան։ Եվ տեսեք,
Այս համարնել եմ ուզում կարդամ Հովանու ավետարանի մեջ, տեսեք, եւս ոնց որ ֆորմուլա է բանաձև, երբ որ Տեր Հիսուսը Հովանու ավետարան 14-րդ գլխի մեջ, ես այդ տեղը գրտեմ, ավելավա կարդամ, անգիր չասեմ։ Տեսեք ինչ ասում։ Էսի այն մարդկանց է վերաբերվում, որոնք որ բառացի ասում են Աստված իմ, ես քեզ սիրում եմ։ Այս մարդուն է վերաբերվում, որ ասում Աստված իմ, ես քո կամքդ սիրում եմ, բայց կասկածանք կա, բայց երկմտություն կա եւ կյանքը չի համապատասխանում Աստծո կամքին։ Եվ տեսեք Տերն ինչ ասում. «Ան, որ իմ պատվիրանքները կբռնե ու կպահե, զանիկա, անիկա է զիս սիրողը, եւ ան, որ զիս կսիրե, իմ հորմես պիտի սիրվի, եւ ես զանիկա պիտի սիրեմ, եւ ինքս ինձ անոր պիտի հայտնեմ, իր անունը թող փառավորվի»։ Հիմա ես ու դու մեր սրտի մեջ պիտի ասենք, ուզում ես դու Հիսուսին հանդիպել, ուզում ես դու ճանաչել Հիսուսին։ Տեսեք ինչ բանաձև ասում. «Ան, որ իմ պատվիրանքներս կբռնե կպահե, զանիկա է զիս սիրողը»։ Քրիստոսի պատվիրանը որտե է, քո սրտիդ մեջ, թե քո գլխիդ մեջ։ Որտե ես դու պահում այն ինչ որ ինքը ասել է, քո սրտիդ մեջ, թե քո հոգու աշխարհում։ Ինչ է քո փնտրտուկը այս երկրի վրա, ինչ ես ուզում։ Մի անձնավորություն, այսի որպես վկայություն ասեմ, երբ որ վկայում են Աստծո մասին, դե ասում են ինչ լավ Աստծուն որ գտնեմ, գործերս բան, սա լավ կլինի։ Ու սկսում է բան անել, էլի, տենց ասուն աղոթել։ Հանկարծ այս որոշ ժամանակ հետո մի տեսեք հիասթափություն ապրում, դա ասում է, հա աղոթում եմ, Աստված չի հայտնվում։ Հա աղոթում եմ, Աստված չի հայտնվում, այս եղբայրներից մեկն ասում է, դու բան գործ ունես։ Դու հենց տենց էլ ասա, ես չեմ հավատում, եթե դու կաս, արի ես քեզ տենամ։ Այս անձնավորությունը եւս էլի տենց մոտ մի 2 ամս իջավ, նորից աղոթք անում, ասում է, ես ուզում եմ քեզ հետ հանդիպեմ։ Ու հանկարծակի Աստծո ողորմությունը իրականում տեղի է ունենում եւ այս անձնավորությունն է պատմում, ասում է հերթական աղոթքի ժամանակ, ասենք ներկայություն զգացի, վախեցա, ասում աշկերտս բացեմ եւ զորություն իջավ վրաս եւ ասում մարմինը սկսեց քարանալ։ Մարմինը սկսեց քարանալ, սրտից մեջ դող ընկավ, ասում ես ի՞նչ է իմ հետ կատարվում։ Էս ի՞նչ է իմ հետ կատարվում։ Ու մեկ էլ մի հատ ձայն է կողից գալիս. դու կանչել ես, ես եկել եմ։ Ասում է Հիսուս ջան, դու եկել ես ու ասում է բայց կլինի մի հատ աշկերտս բացեմ քեզի տենամ։ Ասում է աշկերտս բացեցի, զորություն այ մեզ, բան չի երևում, աշկերտս խավարել է, զորություն եւ ասում է այդ զորության միջից մի ձեն է գալի, ասում է ինչ ես ուզում որ ես քո կյանքում քո համար անեմ։ Ասում է սիրելիներս, այդ ներկայության մեջ, այդ զորության մեջ, բերանը շփոթ ասեի, Տեր ես եմ ուզում, Տերեն եմ ուզում։ Մի բան մենակ մտքովս մի բան էր անցնում, ասում էի, Հիսուս ջան, ես քեզ եմ ուզում։ Եթե դու իրական ես, եթե դու կաս, ես ուզում եմ որ իմ ողջ կյանքս ես երկրի վրա ու սրանից հետո անցկացնեմ միայն քո հետ։ Ու ասում է ձայնը նորից 3-րդ անգամ ասեց. կլինի այնպես, ինչպես որ դու ես ուզում։ Իր անունը թող փառավորվի, սիրելի եղբայրներ ջան, նա իրական է, նա մեր մեջ ներկա է։ Նա մեզանից հեռու չի, շատ անգամ որ մարդիկ ասում են, Տերը մեզանից հեռու է, Տերը մեզի, չգիտեմ, չի կարա ուղակի ես վկայում եմ մի բանի մասին, որ Աստված ուղակի չի կարա մեզանից հեռու լինի։ Գիտեք ինչի համար։ Լնայեք մի հատ բան եմ ասում։ Երկիրը անոր ոտքերի պատվանդանն է։ Երկինքը նրա աթոռն է։ Ինչ է նշանակում։ Աստված ամեն տեղ է։ Նա կարա քեզի լքի, չի կարա լքի։ Նա կարա քեզի մոռանա, չի կարա մոռանա։ Տեսեք ինչ ասում, ասում է կարա կատ տվող մայրը իր որդուն մոռանա, հարց է տալի, կարա։ Կարա, գիտեք սիրելիներս, կարա։ Ես տենց դեպքեր կա, տենց ժամանակը չեմ ուզում բան անենք, ծախու առնենք, այս վերջերս մի տես դեպք պատմեցին, արագ սա շատ կպատմեմ ձեզ։ Մի մայր
Սա գիտեք ինչ մարդիկ են, որոնք որ ծանր կյանք են ունեցել, ապաշխարել են եւ հիմա վկայում են, այս վերջերս մեր մոտ Մոսկվայում այդպես կոնֆերանս եղավ, այդպես մարդկանց, էլի բերթերում, ալկոգոլիկների, նարկոմանների, որոնք դարձի են գալի։ Եվ մի կին մի հատ էս բան պատմեց, սիրտս կտոր էր լինում։ Ասում եմ, ես երիտասարդ ժամանակ ալկոգոլիկ էի։ Ու ամեն անգամ այդ հարբեցողությամբ է տարվում, ընտանիքիցս լքվել էի, դարձել էի փողոցային, ոչ մեկ ինձ ոչ ընդունում էր, ոչ էլ։ Ասում եմ, տենց եղավ իմ կյանքում, որ ես երեխա ունեցա։ Ես սա շատ կարճ եւ արագ եմ պատմում։ Ասում եմ, երեխան որ ունեցա, հիվանդանոցից արդեն դուրս գրեցին, այս երեխան իմ գրկից մեջ, ինչ անեմ, ոչ տուն ունեմ, ոչ գումար ունեմ, ես այս երեխուն չեմ կարող պահեմ։ Ասում եմ, անցնում էի կողքը զիբիլանոց էր։ Երեխուն գցեցի զիբիլանոց ու փախա, ասում եմ, փախա, որպեսի հանգարց քիչ շտանջի, նորից հետ նայեմ, այդ համ երեխուն վերցնեմ։ Անցել էր տարիներ, այս կինը վկայել էին Աստծո խոսքը, վերջը մահացած կիսամեռ վիճակում բերում են տենց Դոմ Միլասերդյակա Մոսկվայից մի փոքր հեռու, բերում են տարիներով խնամում են, այս կինը ապաշխարում է ու այս կնոջ որոշումն է լինում, որ ասում են ես պետք է գնամ բոլոր մանկատներում երեխեքի համար ծառայեմ, այն ինչը որ ես ժամանակին կորցրել եմ, ես պետք է գնամ այդ մանկատներում ծառայեմ։ Ու աղոթք անում, ասում Աստված իմ, ինչ կլինի, այն երեխուն, որից որ ես հրաժարվել եմ, ինչ կլինի, տենաս ոնց է, ամեն անգամ աղոթք անում։ Ու ասում եմ, հերթական անգամ եղբայրները ուղարկում են միտեղ ծառայության, ու ասում եմ, մի երիտասարդ աղջիկ է, տենում եմ, որ այս աղջիկը մի տեսակ շատ տենց սրտացավով է մոտենում այս երեխեքին։ Ու տենց բան անում, հարցնում, ասում ասա էլի աղջիկ ջան, ասում իսկ ինչ պատճառ, դու ջայլ աղջիկ ես, կարաս քո ընտանիքը, բան այս աղջիկն ասում գիտեք ինչ ժամանակին այդ մանկատան երեխեքին է հետևում, էլի ասում ժամանակին իմ մայրն էլ է ինձանից հրաժարվել։ Եվ այնքան հետարքիր է, որ իրար մեջ արդեն զրույց է բռնկվում եւ հետաքրքրվում են ու խորանում են DNK կա, չէ, DNK անալիզներ են անում, բանից բարձվում է այս աղջիկ երեխեն, այդ կնոջ երեխեն է։ Եվ այստեղ կատարվում է այդ խոսքը, ասում է, կրնա կատվող մայրը իր մանուկը ուրանա, թեև ուրանա, ես քեզ բնավ չեմ ուրանա, իր անունը թող փառավորվի, նրա խոսքերը կենթանի են, նա այսօր էլ մեր մեջ է, սիրելիներս, դրա համար եկեք մենք աղոթենք, միասին, մեզի բան պետք չի, մեզի մենակ Քրիստոսն է պետք, Տեր Հիսուսի ներկայությունն է պետք, որպեսզի մեր ներսը նորոգվի, մեր հավատքը շտկվի եւ մենք միայն երկինք նայենք, մեր սպասելիքը երկնքից է, իր անունը թող փառավորվի։ Փառավորվի ժողովուրդ ջան, իրոք իսրդե շնորհակալ եղնենք, որ այսօր Տերը մեզի շնորհեց կյանք եւ մենք այսօր իր տան մեջ կարողացանք մասնագիծ եղնենք երկնքի խոսքին եւ իրոք գիտեք ինչ կատարվի։ Աստծո խոսքը իր մեջ կներառե մեր անցյալը, ներկան եւ ապագան, հա։ Ու ես նախքան խոսքին անցնելը կուզեմ մի հատ վկայություն ունենեմ։ Երեք եղբայրը որ զանգեցեց պատրաստի որ պիտի խոսք խոսես, թե բնական է եղբայրները ընդհանրապես հարց կուղեն Տիրոջը թե Տեր ինչ, որովհետեւ Աստված մեր սրտին այդ խոսքը տնե։ Եվ բավականին իրոք թեմա բացվավ, որը սկսվավ մեր կորախոր խոսքով։ Ես նույն թեման պիտի խոսեի։ Ու երբ որ ինքը ասեց կուզեմ գոհության մասին խոսամ, իմ ներսս այսպես սիրտս թրթռաց։ Ու ես ինչ կհասկանամ։ Նստածս տեղ ինչ կմտածեմ։ Եկեղեցին այս թեմայի մեջ շատ թերի է։ Ընձից սկսած։ Ես ընձից սկսեմ դուք վերցրեք։ Ներկա պահում, այսինքն ավելի շատ մեր մոդը հոգսեր, խնդիրներ, վիճակներ, պարագաներ, դրդուժներ, արեք Տիրոջ առանջնենք, անկեղծանանք, չպահենք, էլի, Տերը անկեղծ սիրտ կփնտրե, որովհետեւ մարդը կարևոր չէ թե մեր վիճակը, մեր մեղքերը, մեր անցանքները, մեր խնդիրները ինչքան մեծ են, եղբայրս ասես, Տերը ավելի մեծ է, այդ ամենից ավելի մեծ է։ Ու եթե այդ խնդիրը կա, այսօր Տերը
մատը գտնե այն ամենացավոտ տեղերից մեկի վրա, որը այդ վիճակն է։ Ու նաև ինչի՞ չէ, մեզի կպատրաստե գալիք օրերին, որտեղ մենք գիտենք, չէ՞ որ երկրի վրա լավ բան չկա ու չի էլ եղնի։ Ու ինչ կան էլ որ երտա, դեպի ինչին բդերտա, բադին բդերտա։ Բայց Տերը ժողովուրդ ունի, որին կպատրաստ է, որ ամեն մարդ իր հավատքի չափով պատրաստ եղնի, իրոք ամեն ժամանակ, ինչ որ եղբայրը կարդաց այդ խոսքը, ես է պիտի կարդամ, Թեսաղոնի գեցից թղթից, ամեն ժամանակ ուշադրություն դարձրեք, ամեն ժամանակ ուրախ եղեք, անդադար աղոթք կերեք եւ ամեն բանի մեջ գոհացեք, որովհետեւ սա է Աստծո կամքը ձեր վրա։ Եվ տեսեք օրինակ ինչ կկատարվի։ Պողոս Արաքյալը, որը իրոք անցել էր այդ ճամփով, եղբայրը համարն էլ կարդաց Փիլիպպեցիս 4 գլխի 11-ից ասում է ոչ թե կարողության պատճառով, վասնզի ես սովորեցի ինչի մեջ որ կամ նրանում բավական լինել, գիտեմ պակասություն քաշել, ավելությունով լինել, ամեն բանի մեջ ամենին լավ տեղեկացած եմ, կշտանալն էլ, սովելն էլ, ավելությունով ունենալն էլ, պակասություն քաշելն էլ, ամեն բան կարող եմ, ինչով? Ինձ զորացնող Քրիստոսով։ Այսինքն առանց Քրիստոսի Հիսուսն ինչ ասեց, առանց ինձի ինչ կրնակ ենեք։ Ամենավատ բաները կրնակ ենեք։ Այն ինչ որ երկնքից չեն, որ իմ խոսքիս համաձայն ու համապատասխան չէ, այդ ամենը կրնակ ենեք։ Ու լրիվ հակառակը, այն ինչ որ երկնքի հետ է կապված, Աստծո խոսքի հետ է կապված, այդ ամենը չեք կրնայնե առանց ինձի։ Թող Տերը օրհնե մեզ, որ մենք իրոք կնանանք ամեն ժամանակ իրոք շնորհակալ եղնենք ու գոհանանք Աստծուց։ Ու գիտեք, շնորհակալ եղնելը դիք վերաբերմունք է։ Վերաբերմունք է, որով կհարդարվի մարդը իր գոհունակությունը, երախտագիտությունը ու կդա բավականություն, գնահատական, այսինքն օրինակ, մարդը ինչ որ մի հատ բան կենե ու դու կդառնաս շնորհակալ կյանես։ Կարող է, եթե մեկ ինչ որ մի բան չենե, կողքիցդ պատահական կանցնի, դու կանյծնես, ես շնորհակալ եմ քեզնից։ Այս բան հնարավոր է։ Չէ, մենք երբ կեղնենք շնորհակալ, երբ որ ինչ-որ մի բան կկատարվի մեր կյանքի մեջ, ու շնորհակալ եղնել Աստծուց, տեսեք համար Աստծո խոսքը մեզի նոր կարդացի, գսե շնորհակալ եղնել Աստծուց կնշանակե ամեն բանի մեջ գոհացեք, որտեղ սա է Աստծո կամքը։ Այսինքն շնորհակալ եղնել կնշանակե ընդունել Աստծո կամքը, որը եղբայրը ասեց, առանց իրան, առանց այդ կամքի մեջ հաստատվելու, առանց այդ կամքով երկինք մտնել հնարավոր չէ։ Ինչ որ յուրաքանչյուր երկիր մտնելու համար պետք է համապատասխան փաստաթուղթ։ Առավել եւս երկրներ կան, որ վիզայի պեչատներ են պետք, առանց դոր հնարավոր չէ։ Այնպես է ժողովուրդ ջան, տարիներ շարունակ եթե մենք Տեր կանչենք, դա չգիտեմ ինչեր ենք, բայց այդ ամենը Աստծո կամքից դուրս եղնի, հավատանք որ երկինք չեն կրնա մտնի։ Բայց Տերը երկինքը բացել է մեզի համար ու մենք ուզոր մենք իրոք իր կամքը ճանչնանք, իր կամքը կատարենք ու իր հետ եղնենք հավիտենության մեջ։ Ու իրոք Աստծո կամքը գոհանալ Աստծուց կնշանակե ընդունելով իր կամքը, հետաքրքիր միտք կա, չգիտենալով նրա ծրագրերը մեզի համար, որոնք կարող են լինել անցանկալի, անհասկանալի, լեցուն դժվարություններով ու նեղություններով։ Միտք արեք, եթե ես իրոք կգոհանամ Աստծուց, ուրեմն մեզի պետք չէ խորանալ իր գործերի մեջ, եղբայրը կարդաց, իմ խորհուրդներս ձեր խորհուրդներից չեն, իմ ճամփեքս ձեր ճամփեկից չեն, Տերը մեզի երկինքի մեջ իրան ունենալ համար, մեզի կրնա զրգե ամեն ինչից, ինչը կխանգարի երկինք մտնելուն։ Օրինակ մարդիկ կան, որ
կփնտրեն առողջություն, բայց չեն գտնի, որտեվ այդ հիվանդության մեջ պիտի իրանք ապաշխարեն։ Մարդիկ կան կխնդրեն խնդիրների, խնդիրների լուծում, որոնք չեն գտնի, բայց այդ խնդիրներն ու այդ խնդիրներն են, որ մարդկանց կպահեն Աստծո մոտ, կտանին ապաշխարության, ժողովուրդ ջան, դրա համար քսոր ձեր խորհուրդները իմ խորհուրդներից չեն։ Մեզ ինչ է պետք։ Այն թուղթը, որը լրիվ դադարք է, այդ թղթի տակը ստորագրել, այսինքն դնել համաձայնությունը, ուսել Տեր բովանդակությունը դու գրե։ Բայց արի տեսօր շատ անգամ հագարակը կյանի։ Մենք կսկսենք գրել, Տեր ես կուզենք, Տեր եսպես երա, Տեր եսպես եղնի, վերջում եկսենք դե դու ստորագրե, բայց արի տեսօր իրոք չի եղնի։ Թող Տերը օգնե մեզի, որ իրոք մենք կնանանք շնորհակալ եղնենք ամեն ժամանակ, ամեն ինչի համար։ Ու իրոք շնորհակալ եղնել կնշանակի ունենալ պալնինք։ Հայտնության առաջի գլխի կարծեմ 18 համարն է քսոր Հիսուսի ձեռը պալնիկներ կան։ Մավան եւ դժոխքի։ Ինչ փակ դուր կուզե եղնի, ես ու դու եթե չկրնանանք բանանք, Տիրոջ մոտ այդ պալնիկը կա։ Երբ որ մենք իրոք փակ դրա առաջ կանյած ենք ու չիտենք ինչեղ բացենք, հավատքով կխնդրենք ու կսենք Տեր, շնորհակալ ենք։ Տեսեք, հավատքի բանաձևը, եղբայրը խոսած ֆորմուլների մասին, հավատքի բանաձև իր մեջ ինչ կներառի։ Բանաձև, որով կլուծվի խնդիր։ Հուսացած բաների հաստատություն, չերևացած բաների ապացույց։ Այսինքն դու այդ բանը չես տեսնի, դուրը փակ է, բայց կհուսաս, կհավատաս, ուրեմն չերևացած բանի ապացույցը կուկա քու կյանքիդ մեջ։ Հիսուսն ինչ ասեց, հավատացողին ինչ ամեն բան, այո, թող Տերը փառավորվի։ Այ մենք այդպես Տեր ունենք, այդպես Աստված ունենք, որ իրոք ինքը կրնա մեզի օգնե, որ մենք կրնանանք գոհանանք ու մենք միշտ այդ գոհացող սրտով մեր հայացքը ուղենք Աստծուն, ու որից հետո գիտեք ինչ կեղնի, կփոխվի մեր հայացքը աշխարհի կյանքի հանդեպ, ու մեր սիրտը կլսվի գոհունակությամբ, անհանգստությունը, վախը կկորցնի իր ուժը, իր զորությունը, իշխանությունը, ու մեր հոգին կկարողանա հանգիստ ու խաղաղ սպասե հարցերի, խնդիրների լուծմանը, որտեղ Տերը խոստացել է, եղբայրն ասեց, որ չեմ թողած ձեզի, մինչև աշխարհի վերջը, որտեղ եմ, ես քեզի հետ եմ։ Տեսեք, պատկերացրեք, այսօր մենք ունենք հարազատներ, ծնողներ, երեխեք, բարեկամներ, մեզի շատ հարազատ մարդիկ, բայց ով կրնա սեր, ես մինչև աշխարհի վերջը քեզ հետ եմ։ Չկա այդպես բան, բայց մեր Տերը ասել է, ու գիտեք ինչ, փառք Իրան, որ ինքը մարդ չէ որ սուտ խոսա, ինքը Աստված է, իր բերանից ելած խոսքը ինչ պետք է եղնի, երկինքն ու երկիրը կանցնի, բայց իր խոսքը պետք է կատարվի, թող Տերը փառավորվի։ Դրա համար, երբ որ մենք իրոք կգոհանանք Աստծուց, մեր մեջ հավատքով համոզմունք կուկա։ Տիմոթեոսի ուղղած նամակին, 2 Տիմոթեոս 1:12 Պողոս Արաքյալը ասե, գիտեմ թե ում եմ հավատացել, գիտեմ ու համոզված եմ, ինչին, որ ինքը պետք է ավանդս պահե մինչև վերջ։ Մենք էլ ունենք վերջ, գիտեք ժողովուրդ ջան։ Ես չգիտեմ օրինակ, ստեղ յուրաքանչյուրը չգիտե իր վերջի երբ է, բայց այդ վերջը կա։ Ու մենք ամենքս ճամփա ենք ելեք, երթանք։ Օրերից մի օր պետք է հասնենք այդ վերջին, ու շատ կարևոր է, երբ որ այդ վերջին հասնենք, մենք Հիսուսին հանդիպենք։ Դորմար պետք է ունենանք այդ գոհացող սիրտը։ Իսկ գոհացող սիրտ ունենալ համար մեզի պետք է ունենալ սուրբ սիրտ։ Իմ սիրած Սամոսներից 51:10 խոսք Դավիթը կխնդրեք սե Տեր սուրբ սիրտ ստեղծե իմ ներսիդիս։ Այսօրով կրնասոր իր սիրտը սուրբ է։ Եթե ինքը Հիսուսի հետ չի ապրի, եթե ես Հիսուսի հետ չեմ ապրի, եթե ես սրտանց իրոք չեմ ուզե այն ինչ Հիսուսը կուզե, ժողովուրդ ջան, մենք կրնանք երևույթ ստեղծենք, գործերով, խոսքերով, դուք չգիտեմ երևույթ
արդակնապես, բայց արի տեսոր մենք գործ ունենք ում հետ։ Սիրտ երիգամուն քննող Աստծո հետ։ Որ ոչ թե Աստված ընձու քեզի պես մեկ ես կխոսամ դու կլսեք, խոսքեր կլսե, այլ ինքը կքննե թե իրոք այս սրդի մեջ ինչ կա։ Արդյոք այդ խոսքը թե Աստծո խոսքը քսոր ամեն մարդ իր սրտի ավելցուկից կխոսա, բայց չխառնենք այդ խորհուրդներն իրար, բայց Աստված գիտոր իրոք, երբ որ ես այդ խոսքը կսեմ, օրինակ աշխարհի մեջ ինչ է ընդունված, մեռնիմ ջանից ցավը տանիմ, չգիտեմ ինչ, բայց մարդընկել նեղության մեջ կողքը մարդ չկա այդ մարդիկ, որոնք որ իրոք կրնան մեռնիմ ջանին, ցավը տանին, չգիտեմ ինչ եւ այլ, թող Տերը օգնե մեզի, որ իրոք մենք կրնանանք իրոք շնորհակալ եղնենք Աստծուց, ոչ թե տրախտում, երբ որ տրախտ է մեր կյանքի մեջ, այլ այն ժամանակ, երբ որ անապատ է, ու խնդրենք, գիտեք ինչ ժողովուրդ ջան, որ չեղնենք անշնորհակալ, չգնահատող, իրոք եղբայրները շեշտեցին մոռացող, եթե ես հիմի ուզենամ իրոք մեպա մտածեմ, թե ինչի ես պետք է Աստծո շնորհակալ եղնեմ, ես մեր ժամանակով կյանքը չի եկե, որ վերլուծեմ, թե ինչի համար ես կրնամ Աստծուց շնորհակալ եղնեմ, ու հակառակը բերեք նայենք հարցին, ինչի համար չեմ կրնա շնորհակալ եղնեմ Աստծուց, ինքն է ինձ ու քեզի ապրեցնողը, Երկունը մենք քնել ենք ու առավոտ չգիտեմ ինչի մենք զարթնել ենք, օդ կշնչենք ծերի, Ես օրինակը շատ տեղեր կեղնի առիթներ վկայության խոսքի մեջ կօգտագործենք, Ժողովուրդ ջան, լույսի փողը կմուծենք, գազի փողը կմուծենք, то զիբիլն Իրանից ինչ կներկայացնի։ Զիբիլի փողը կմուծենք։ Այս աշխարհը սա փողով է, բայց միամ ծերի բան կա։ Ես օդը մենք կշնչենք, ոչ ճոճիկ կա դրած վերեն, ոչ տեսուչ կա ուզե, ծերի կավրինք ժողովուրդ ջան, ծերի Վիշկան մենք պետք է շնորհակալ եղնենք Աստծուց։ Որ ինքը մեզի կաբրեցնե, բայց գուզի որ մենք ապրենք, որպեսզի ապրենք իր հետ։ Չապրենք օրերը անցնելով, տարիներն անցան, դիա խոսացինք, տարին անցավ, նոր տարի եկավ, մեր տարիով մենք նորից մեծացանք, շատերը թոշակի գնացին, շատերը չգիտեմ, կենցաղ առօրյա կյանք, բազմատեսակ, բայց ինչ ավելցավ մեր կյանքի մեջ, ինչ փոխվավ մեր կյանքի մեջ, իմ հոգևոր կյանքի մեջ, իմ շինարարությունս հոգևոր տան շինարարությանս վրա մեկ քարը նորից ավելցավ, թե չէ, թե կանգնել է շինարարությունը, մատերիալ չկա, աշխատող չկա, ցանկություն չկա եւ այլ եւ այլ։ Թող Տերը օգնե մեզի, ժողովուրդ ջան, Տերը փառավորվի։ Այո, կան վիճակներ, կան պարագաներ, բայց Տերը մեզի խոսք ունի սելու, տեսեք, Փիլիպեցիս 4:6-ից կարդամ, Տերը մոտ է, մենք հավատանք, որ Տերը մոտ է, աղնակ աղբերը սեց, ուր կուզես կնա, ինքը ընդեղ է, ու տեսեք ինչ կսե, ոչնչի հոգս մի կանեք, այլ ամեն բանում, աղոթքով, աղաչանքով և գոհությունով ձեր խնդրվածքները թող հայտնի լինեն Աստծուն։ Այսինքն կա պրոբլեմ, կա խնդիր, բայց կա հավատք։ Ինչ կենենք մենք, հոգս պետք է չենենք, պետք է աղոթք կենենք, աղաչանք կենենք, խնդրենք, ուսենք փառք քեզի, շնորհակալ եմ Տեր, որ դու այս աղոթքս լսեցիր ու պատասխանը թող կա ոչ թե իմ ուզածից, այլ քո կամքիդ պես։ Ինչ սեց Հիսուսը Գեթսեմանի մեջ, ցույց տալով մարդկության նկարագիր, որ մարդը հոգին օժար է, մարմինը տգար։ Յուրաքանչյուրիս կյանքի մեջ կուկա, գիտեք այդ բառական, որ մենք կարող է ուզենանք, բայց չկրնանանք, ու դուրմար Հիսուս ասեց հնարավոր է բաժագնձնից անցնի, բայց դեռ վերջակետ չի տրված, ստորակետ շարունակություն կա, ոչ թե իմ, այլ թող քո կամքը դեռնի։ Ու ինչ տեղի ունեցավ։ Երկինքից հրեշտակն իջավ։
Հիսուս զորացավ, որ խաչի վրա ես այն օրը մի հատ հատված կնայի, շատ հետաքրքիր էր հանած այդ տեսարանը, երբ որ Հիսուսը արդեն խաչի վրա էր, Միքայել հրեշտակապետը 12 գունդ հեշտակներով այդ սուրերը, որոնք կգործանեն ավիրենգը, կսպասեին հայր, մի հատ մեզի հրաման տուր, ու վարգյան չի տևի աշխարհը լրիվ կգործանվի։ Այդ ծևի կտեսնեին Աստծո որդուն որ խաչի վրա ինչ ուր են մարդկություն իրան հասե։ Բայց երբ որ Հիսուս ասեց հայր ներե իրանց, չգիտեն դե իրանք ինչ կենեն, կսեց սուրերը լրիվ իջավ ներքև, ծունգի եկան, ու իրանք էլ Հիսուսի հետ մեկտեղ, այդ հեշտագած գունդերը լաց կեղնեին։ Տերը թող օգնե մեզ ժողովուրդ ջան, թող իր անունը փառավորվի, մենք մի աղոթք կենենք, ու ես կուզենամ, որ մեր յուրաքանչյուր աղոթքից առաջի բառերնի ասենք շնորհակալ ենք քեզնից, շնորհակալ ենք քեզնից, որ դու կաս, որ մենք քեզնով կանք, որ մեր բոլոր հարցերը, բոլոր խնդիրները մենք կրնանք քեզի հետ, քեզնով լուծենք, որ դու մեզի համար կյանքը չես խնայե, ու այսօր կա բան, որ դու մեզից խնայես։ Եվ Սաղմոս 34:1 Սաղմոսից կսե, շնորհակալ գոհացող սիրտը միայն կարող է ամեն ժամանակ օրհնել ու փառաբանել Տիրոջը։ Թող Տերը փառավորվի, եւ մենք եկեցինք գոհացեք Տերիցը, որ բարի է, քանզի ինչ է, հավիդյան է իր ողորմությունը, թող Տերը փառավորվի։